Բարի երեկո։ Այս վիդեոն անում եմ ավելի շատ իմ համար, որ պահեմ չկորի էլի։ Մի խոսքով իմ հավաքած պրոյեկտներից է, ում հետաքրքրում ենք ռադիոլուբիցել է, սիրում ենք իր հավաքածը աշխատացնի, դրանով ուրախանա, մի խոսքով ռադիոլուբիցել, այս վիդեոն կարա նայի։ Մի խոսքով հավաքել եմ պուլտ, ապարատուրա, դրոնի համար NRF 24L01PA LAN մոդուլով ու Arduino-ով։ Մի խոսքով հիմա պրաշիվկեն ես եմ հավաքել լրիվ, ինքը ունի շատ լավ կողմեր, արդեն հավաքել եմ, աշխատում է շատ լավ, իմ առաջի պուլտն է, սկի պուլտ չունեի, որ դրոնս աշխատացնեի, այսի առաջի պուլտս է, ես եմ հավաքել, աշխատացրել։ Հավաքելու համար մեզի ընդհանրապես պետք է մի քանի բան, տեսեք, այսի պուլտնա, որ արդեն ես հավաքի աշխատացրել եմ, մեզ պետք է երկու հատիկ, այս PlayStation 4-ի, բայց ջոյստիկ ավելի լավ աշխատում, մի հատ Arduino Nano, մի հատ Arduino Pro Mini պրիոմնիկի համար, մեկ էլ այս մոդուլից, մի խոսքով բաց տարածության մեջ մինչև 1 կիլոմետր հեռավորություն պահում, 2.4 GHz-ով աշխատում էսի, ձեզ պետք է սենց 3 պոզիցիոնի տումբլերներ կամ 2 պոզիցիոնի, որտև պրաշիվկեն հնարավորություն ունի, համ 3 պոզիցիայով աշխատում, համ 2, սովորական։ Մի խոսքով, մի փոքր ներկայացնեմ պրաշիվկի լավ կողմերը, ինչ է անում։ Այնտեղ պիները ես լրիվ գրել եմ, որ պինը ինչի համար է։ Полная կալիբրովկա ստիկով։ Մի խոսքով ստիկերը կարող ես կալիբրովկան ես, ասենք ինչ-որ մի հատ ստիկ փչացավ, կարող ես հանես այդ մի հատը փոխես, այդ մի հատը կալիբրովկա անես, կալիբրովկի համար էլ կա առանձին կնոպկեք, համ կալիբրովկայի համար, համ տրիմերի համար, ցենտրը 1500-ի վրա պահելու համար։ 3 վայրկյան սխմած պահում ես, մտնում է կալիբրովկա, այդ ժամանակ դու արդեն Arduino-ն պետք է միացրած լնես, Arduino IDE ծրագրին սերիալ մոնիտորով նայես։ Սերիալ մոնիտորով սաղ ցույց է տալի ինչ է կատարվում, ինչ սխմես, ինչ անես, մի խոսքով կալիբրովկա ստիկերը անում ես, որ ինքը դիապազոնը պահի 1000-ից 2000, կապ չունի ստիկդ քանի կիլոոհմանոց է, ինչա վատա ցույց տալի, վատա աշխատում, էսի լրիվ, այս պրաշիվկեն ֆիլտրներ ունի, մյորթվի զոնա, տրիմեր, մի խոսքով անենց, որ ինքը պրոֆեսիոնալի նման թվերը չի խաղում, չի դրդռում, որ թվի վրա ինչ պալաժենու վրա դրեցի ստիկը, այդ թիվը մնում է, չի խախտվում, այսինքն ֆիլտրացիան շատ լավ է արած, մի խոսքով այսքան ահագին մեծ հնարավորություններ ունի, մի փոքր նայենք սկեչը, այս վերևի EEPROM SP-ին արդեն զավասկոյ կա Arduino Nano-ի համար, մենակ բիբլիոթեկան քաշում եք RF24H-ը, ստեղ սաղ մանրամասնորեն գրած է, նկարներով եմ գցել ցույց կտամ, որ պինը, որտեղ է միանում, EEPROM-ների հետ գործ չունենք, այս սրանց հետ գործ չունենք, մի խոսքով, մի քիչ խոսամ այս հատվածի մասին, ռադիո ադրեսը, եթե դուք հավաքեք պրաշիվկեն, մի զույգ, ասենք պրիոմնիկ պերեդաչիկ, երկրորդն էլ եթե ուզենաք հավաքեք, երկրորդ մարդը նույն ադրեսով եղավ, իրար վրա ազդելու է, նույն բինդն է, բայց այդ էլ կավելացնեմ հետո, ստեղ ընդամենը կարակ ես 125-ի փոխարեն գրեք 123 կամ ChatGPT-ին հարցրեք, որ կանալն է ավելի հանգիստ, որովհետև օրինակ Wi-Fi, եթե որտեղ որ ուզենաք եսի աշխատացնեք, ես ապարատուրան Wi-Fi որտեղ կա, ինքը շումը զգում է, տեսեք ոնց է, փոխեք մի քիչ հաճախականությունը,
Այս սրա մասին է բիբլիացիկաների մեջ կա նկարագրությունը, որը ինչ է անում, մի խոսքով էսի այդքան խորանալ պետք չի։ Այստեղ ինքը կալիբրովկեն ըլնում է տենց, սխվում ես կնոպկեն, մտնում է կալիբրովկայի ռեժիմ, ընդեղ արդեն գրում է, օրինակ պիչը սխմեք ներքև, սխմեք կնոպկեն, հետո սխմեք պիչը, մաքսիմում սխմեք կնոպկեն, ռուլը, յավը, տրոտիլը, մի խոսքով լրիվ սերիալ մանիտորով այդ լրիվ տենում ես, ինստրուկցիան այդքան էլ դժվար չի, նույնն էլ տրիմերը, ասենք ստիկը փոխելուց հետո կալիբրովկայի կար է, որ ստիկը թողում եք ցենտրի վրա, ասենք կարող է կանգնի 1488, բայց նորմալը մեզ պետք է 1500, այդ 1500-ը այդ ֆունկցիան էլ եմ արդեն միացրել, որ տրիմերով կարող ես դզես 1500 ու պահում է եպրոմ իր внутренний պամյացի մեջ ներքին հիշողության մեջ է պահում, ամեն միանալու զագրուսկայի անում այդ մեր պահած թվերով։ Այստեղ կարամ ցույց տամ իր սխեման։ Էսա ընդամենը D8, D9, D11, D12, D13, 3 ու 3 վոլտով աշխատում անպայման, մինիմումը 700 միլիամպեր պետք է 3 ու 3 վոլտ իրան, ապահովեք, անպայմանա կանդեսատորը, աշխատում է դե SP-ի շինայով, Arduino Nano-ի հետ, այստեղ կարամ ցույց տամ էսի, որ պինը ինչի համար է, տեսեք, ռուլը A0, պիչ, մի խոսքով, այստեղ նույն ձևի հավաքում ես պլատայի վրա, էսա, մեր սխեմաներն է, ուրեմն երկու պոզիցիոն ընդհանուր ինքը տալիս է 8 կանալ, բայց 10 կանալի հնարավորություն կա, որովհետև աշխատում է S-Bus պրոտոկոլով, պրիոմնիկը սարքում է S-Bus, S-Bus-ը մինչև 10 կանալ աշխատում է, կարում է տա, համեմատ PPM սիգնալի, PPM-ը մինչև 8 է, բայց S-Bus-ը ավելի շատ է, S-Bus-ը շատ է, որովհետև սեղմում է պակետները, հետո այնտեղ բացում է պրիոմնիկը, մի խոսքով, դա ուրիշ բաներ է, տեսեք նկարները, ես GitHub-ում էլ ունեմ, գցած այս ամեն ինչը, կարաք վերցնեք և կրկնեք, սկեչը ես եմ գրել, ընդամենը բիբլիացիկայից վերցրել եմ, մնացած իմ իմացությամբ, կամաց հավաքել եմ, ահագին բան եմ ստացել ու շատ լավ աշխատում է անխափան, ամենակարևորը, ասենք մի հատ փոքր օրինակ, որ սկեչի մեջ, բիբլիացիկաների մեջ եղել է, NRF մոդուլի համար, ասենք ընդամենը էս է եղել վերջ, այսքան բան է, ես ավելացրել եմ լիքը լավ ֆունկցիաներ, նաև ունի ֆունկցիա, եթե մեջտեղը, ստիկի մեջտեղը խաղում է կամ լավ չի աշխատում, ասենք կարող է թվերը փոփոխվի, այս պրաշիվկեն ինքը չի խաղացնում, պահում է մաքուր 1500-ի վրա, ստիկի մեջտեղը, և ցանկացած պալաժենու տակ թիվը պահում է անփոփոխ հաստատուն, օրինակ այստեղ էսի վարկյաններն է, որ կնոպկեն սխմում ես, քանի վարկյան սխմած պահես մտնում է այդ ռեժիմը, էսի դրանց մասին, եթե կարաք ուզում եք փոփոխեք, մնացածին ձեռ տալ պետք չի, ունի լիմիտ, այսինքն լիմիտ ինչի համար է, որ հանգարց error լինի, ասենք, սիստեմայի չգիտեմ ինչի, 998-ից չիշնի, 2100-ից էլ չբարձրանա, այս էլ մեր անալոգի խոդերը, ասենք Arduino իմացողները գիտեն, մի խոսքով շումնի են, շումերի նկատմամբ զգայուն են, էսի տատանումն է դզում, +3, -3 տարբերությամբ միշտ 0 է պահում, էսի անալոգի համար, խոդի համար, իսկ ես մի 15-ը արդեն 1000-ից 2000 դիապազոն սարքած վիճակում, եթե
էսի տարբերություն էլ տա, էս էլ ոնց որ ասած երկրորդ զաշիտա, նորից ինքը դզում է -15 +15 մինչև, ստեղ կարակ թիվը կչացնեք, բայց 15-ը էսի օպտիմալ վիճակն է։ Սրա մասին խոսեցի, այս առաջի տողը, էսի ոնց որ ասեմ, էսի որ փողոցն է, էսի որ տունն է, հասցեն է, որ իրար ճանաչեն։ Պրիոմնիկի մեջ էլ էս նույնը պետքա գրվի, այս երկու տողերը, որ իրար տեսնեն, իրար կպնեն։ Մի թիվ այս կողմեն կողմ չի կպնում։ Հիմա եթե, ասենք, մի զույգ հավաքել ես, երկրորդ զույգն էլ եթե հավաքես, պարտադիր պետքա թվերը փոխես, որովհետև եթե իրար կողք եղակ, իրար խանգարելու է։ Մի խոսքով, էսի իմ աշխատանքն լրիվ, ունեմ ուրիշ հետաքրքիր աշխատանքներ, հետ էլ հետաքրքիր կլինի, կասեք, ես օրինակ ունեմ շատ լուրջ հավաքած մի հատ սիգնալիզացիա GPS-ով, GPS tracker, ասենք Zavadskoye զակաս տվեցի եկավ, իմ համար ես ուզում եմ տենա ինչ ձև աշխատում ինքը, լավն է, վատն է, բայց իրականում դուրս եկավ, որ ես իմ հավաքածը 10 անգամ ավելի լավ աշխատում, ավելի ճիշտ աշխատում, ավելի անխափան աշխատում, քան այդ Zavadskoye, որ զակաս տվեցի եկավ, քիչ փող էլ չի տվել, 30 եվրո փող էի տվել։ Մի օր սամակատս գողացան, ջղայնացա, ասացի պետք է ես հավաքեմ սիգնալիզացիա ու դնեմ վրան։ Այս պրաշիվկեն էլ անում է ամեն ինչ։ Քանի ժամ մեկ ավտոմատ դանիներ ուղարկում է GPS-ի, Google Map-ի սիլկա է ուղարկում միանգամից, որտեղ է գտնվում, մեջը ինչքան զայրատկա կա, ինքը այդ պայն անջատված է, միացված է, մի խոսքով ավտոմատ։ Բացի այդ, հեռվից կարում ես կառավարես, անջատես, միացնես, մի խոսքով, ամեն ինչ։ Էս էլ է իմ հեղինակային գործը, էս էլ եմ ես հավաքել։ Ստեղ ինքը դաժե ցույց է տալի, մեջը քանի վոլտ կա, քանի տոկոս է մնացել զայրատկեն, ու այդ ամեն ինչը կարող ես կալիբրովկա անես, որ լրիվ ճիշտ ցույց տա ու շատ ճիշտ ցույց է տալի։ Մի խոսքով հետաքրքիր կլինի, կասեք, սրա մասին էլ կխոսամ։ Եթե ինչ-որ մեկն էլ կուզենա իմ պրոյեկտներից կրկնի, խնդրեմ կապնվեք հետս, ես անպայման կօգնեմ ձեզ։